Մարդ աչքերը բացում առաջի հայացքը ողջունեցում Ծառան դիրադիրոջ նման լինի Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան Բարի լույս, սիրելի քուրեր, եղբայրներ, հարազատներ, Փառք Տիրոջը այս շաբաթվա առաջին օրվա համար մենք կանք եւ դա Տիրոջ շնորհքով է։ Մեր հյուրն է այսօր Աստվածաբան Կարմեն Պապյան եղբայրը, Կարմեն ջան, շնորհակալ եմ եկար, ընդունեցի հրավերս։ Եվ ես շատ ուրախ եմ եւ այդպես մտքից մի բան եկավ, ուզում եմ կիսվեմ, հետաքրքիր միտք է, այսօրվա վերնագրի հետ կապված այսպես հետաքրքիր միտք է, որ պատմություններ կան, որոնք մենք այդպես արագ կարդում ենք ու անցնում ենք, էլի ասենք, վատ էր, ինչ վատ եղավ Ստեփանոսի նահատակվեց Ստեփանոսը, բայց երբ որ խորանում ես եւ ուշադրությամբ հետևում ես այդ իրադարձությանը, պատմությանը, ինչ որ բաներ է բացահայտվում Եվ ամենակարևորը, որ իզուր բան չի գրված ավետարանի մեջ, հենց այնպես չի գրված եւ որպես պատմություն չի գրված, այլ ինչ որ վստահ դաս կա, որ պետք է քաղենք։ Այդ դու վերնագիրը այսպես ես դրել, ինչու էր Ստեփանոսը միայնակ։ Հետաքրքիր է, ես ինչպես դա հասկացա, որ նա միայնակ էր։ Այո, այստեղ նա ինքը այդպես է շատ եզակի ձևով է գրված, հետաքրքիր ինչպես հասկացա եւ ինչ մեսեջ կա դրա մեջ մի փոքր նախաբան։ Կուզեի մի փոքր նախաբանի հետ կապված ասել, ուղղակի պետք է հիշենք, որ Ստեփանոսը այն ժամանակ ընտրվեց, երբ որ խնդիր էր առաջացել հելլենախոսների կողմանը եբրայեցիներին, ովքեր էին հելլենախոսները, պետք է հիշենք, այսինքն նրանք, ովքեր հունախոս են, իսկ եբրայախոսներն են, ովքեր հենց եբրայախոսը պարզ գրված, բայց Ստեփանոսը ում կողմից էր, հելլենախոսների կողմից էր, այսինքն ինքն էր հելլենախոս, ինքը դրսի հրյա էր, եւ այդ դրսի իրան չէին համարում մաքուր հրյա, կամ այդպես ինչ որտեղ մաքուր չէր համարում, հրյա էր, հա, բայց դե որ անմիջապես չէր Հրեաստանում չէր բնակվել, հա, եւ ստեղ խնդիրը նրանում է կայանում, երբ որ այդ թեման շոշափվում է որբի այրիների մատակարարության, հա, հատկապես երբ որ տոնի ժամանակ գալիս էին, շատերը գալիս էին դրսից, չէ։ Դրսի հրյաները գալիս էին, հելլենախոս էին, մեծամասամբ հելլենախոս էին, եւ երբ որ գալիս էին, կներես հելլենախոս ասելով դա գաղափարախոսություն է, թե լեզու է, լեզուն է ուղղակի։ Ոնց որ հիմա Ռուսաստանից ինչ որ մեկը գա, ռուսախոս Այդ իմաստով։ Այն ժամանակամիջազգային լեզուներից մեկը Հա, հասկացա։ Դա գաղափարախոսություն չի։ Ուղղակի լեզու է։ Հասկացա։ Այսինքն աղբարներ են։ Հա, մեր ասած աղբարներ են, դրսից եկած։ Եվ այդ մարդկանց մատակարարումը դե որբի հայրիներին հատուկ ձևով կերակրում էին, հատկապես տոնորերին, նրանց հոգ էին տանում, այսինքն այդ ժամանակ խնդիրներ առաջացան, 12 առաքյալները կանչեցին աշակերտների բազմությանը, ասեցին, մեզ վայել չէ, որ Աստծո խոսքը թողած սեղանին ծառայենք, իրանք են ասում, մենք 4-րդ համարում էլ 6-րդ գլխի ասում են, իսկ մենք աղոթքին խոսքի պաշտամունքին ենք հետևելու, ու հաջորդ բային մենք տեսնում ենք Ստեփանոսը հավատքով զորություն լսված մեծ հրաշքներ նշաններ է անում ու խոսում է ու ոչ մի առաքյալ չենք տեսնում նրա կողքին այդ խոսելու ժամանակ ես հիմա այսօր ուզում եմ ներկայացնեմ թե ինչ է խոսում ինչի այդպես եղավ որ իր այդ խոսելը ոչ մեկի համար ընդունելի չէր հենց աշակերտների համար հենց առաքյալների համար ընդունելի չէր Դրա համար էր նա բայց ինչպես է դա հասկանալու հեսա մի քիչ որ ուսումնասիրենք կտեսնենք որ եւ նրան մենակ են թողնում հատուկ այստեղ շեշտված է որ ովքեր էին
դարձի եկողների մեջ 7 համարով 6-րդ գլխի գրված է քահանաներից շատ բազմություն հնազանդվում էր հավատքի իսկ երբ որ Սինեդրիոնում նրան դատում էին չկա գրված որ ինչ որ մեկը նրան աջակցում էր ավելին ասեմ լավ այն որ ասում առաջ ընկնելով հատուկ շեշտվածություն 8-րդ գլխում երբ որ նկարագրվում է որ հալածանք եղավ եկեղեցում ամենքը ցրվեցան Հրեաստանի Սամարիայի մեջ բացի առաքյալներից գրված է եւ Աստվածավախ մարդիկ Ստեփանոսին վեր առան հարց եկեղեցին ինչի վեր չառավ չկա գրված որ եկեղեցին վեր առել չկա գրված որ այն մարդիկ են առել ովքեր իրենք եկեղեցու անդամներ են գրված ուղղակի Աստվածավախ մարդիկ իսկ Աստվածավախ մարդիկը մենք շատ ենք հանդիպում Աստվածաշնչում մեծ մասամբ այդ տերմինը իր հոմանիշներով հանդերձ օրինակ Կորնիլոսներ Աստվածավախ մարդիկ այսինքն իրենք Աստծո հանդեպ հարգանք ունեին բայց դեռ չէին հարում եկեղեցում եւ գրված է որ վերևում կարդում ենք որ եկեղեցին դասակ համարը հալածվեց 8-1-ը իսկ հետո կարդում ենք երրորդ համարը վնաս էր տալիս Սողոսը եկեղեցուն իսկ երկրորդ համարում որ Ստեփանոսին թաղում է չկա եկեղեցու անունը որ եկեղեցին գնաց եկեղեցին պաշտոնական թաղում չի եղել եկեղեցին այսինքն եկեղեցին ինքը պաշտոնական թաղում չի արել եկեղեցին ինքը չի մասնակցել սուկ չի արել եկեղեցին ինքը պատկերացնես խնդիրը դրանում է իսկ ինչ էր խոսել Ստեփանոսը որ այդքան խառնեց ամեն ինչի այսինքն ստես բանն է այդ գիտակցությունն որ քեզնով էլ ասեմ հերներ գները այտենց անկապ բաներ հասեր հա այդაც երևի հա այո հիմա մենք պետք է նայենք նախ ինչի էր անկապ դա է կարևոր Ստեփանոսի խոսքերի մեջ մի քիչ առաջ բայց դա գովում է նա ասում է բանով է չէ ասենք զորությունով եւ հրաշքներ նշաններ էր անում 100% այդպես է Ստեփանոսը Աստվածորեն հենց սկզբից այդ բանը միշտ եղել է հիմա նայ այստեղ մի հատ հետաքրքիր նորբություն կա 7-րդ գլխի 38 համարում Ստեփանոսը սրտի ցավով մի հատ բառ օգտագործում քարոզի ժամանակ սա է որ եղավ ժողովրդի մեջ անապատում այն հրեշտակի հետ հունարեն տեքստում այս տողերը 7-րդ գլխում 7-ի Ստեփանոսի քարոզի ժամանակ այդ որը 38 համարը 7-ի 38 7-ի 38-ում մի հատ հետաքրքիր բառ օգտագործում Ստեփանոսը եւ գիտես ինչ բառ սա եղավ եկեղեցում չէ ես թույլ տամ ինձ հունարեն կարդալ հուտոս էստին հո գենոմենոս էնտե էկլեսիա են հերեմո էկլեսիա բառը ծանոթ չէ ծանոթ է եկեղեցի այստեղ եկեղեցի բառը տեսնում ես հայերեն չկա թարգմանված հունարենում եկեղեցի Ստեփանոսը ցույց է տալիս որ այն ժամանակվա եկեղեցին էլ անհնազանդ էր Ստեփանոսը իր խոսքի մեջ ցույց է տալիս որ հիմիկվա եկեղեցին էլ անհնազանդ բայց սա այն որ ասում ենք շարունակության մեջ արի լավ քանի որ երկարեց շարունակենք միանգամից առանց երկի այսօր որ կարողանանք հասցնել որովհետև ժամանակի այո դե լավ դե որ պետք է շարունակենք արի վերջում երկը դնենք սկսենք ավելի մանրամասնել ինչա տեղի ունեցել ուրեմն ամեն ժամանակ երբ որ տոներ լինում տոն օրերի ժամանակ հյուրեր էր միշտ գալիս Երուսաղեմ սա էլ հերթական տոներից մեկն էր տոնական ինչ որ տրամադրություն կա տարբեր տեղերից մարդիկ հավաքվել են Երուսաղեմ գալիս են մարդիկ որոնք հելենախոս են եւ նրանց որփե այրիներին այսինքն նրանք ովքեր տարիքով կանայք էին պետք է յուրահատուկ
հյուրընկալություն կազմակերպեին։ Տեղական եկեղեցին, այդպես ասենք, Երուսաղեմի եւ հարակից գյուղերի, հա, նորմալ չեն վերաբերվում, նորմալ չեն ամեն ինչը կազմակերպում, ինչ որ իմիջայլոց։ Սա ցույց է տալիս, որ իրենք ինչ որտեղ տեղականը արդեն ոնց որ հարմարվել էր, ամեն ինչը լավ էր ընթանում, ամեն ինչը ընտիր էր։ Ընդամենը այս ժամանակահատվածը երբ պետք է լիներ։ Սա 30-ը մի կարևոր բան պետք է հիշեցնեմ սիրելի բարեկամներին, որ Քրիստոսի ծնունդը շատ անգամ մարդիկ հաշվում են մեր թվարկության առաջի թվականից մեկից, բայց դա այդպես չի։ Այն մարդը, ով որ հաշվարկ էր կատարել հին դարերում, 5-րդ եթե չեմ սխալվում դարում հաշվարկ էր կատարել, ինքը 4 տարի սխալվել է, այսինքն Հերոդեսի հետ կապված ինքը 4 տարի սխալ է հաշվածել եւ այսինքն դառնում է ՄԹԱ-ում ծնվել Հիսուսը, ՄԹԱ 4 թվականի կողմերն է ծնվել։ Սա ինչ եմ շեշտում, որ Քրիստոսը իրականում, երբ որ ուսումնասիրություններ էր կատարում, տեսնում ես, որ չի մահացել 33 թվականին, այլ մահացել է 30-31 թվականների կոնկրետ այն որ ասма հստակ չկա ասել, որ սա է, բայց հետո այդ ժամանակահատվածում, սա ինչի եմ հատուկ շեշտում, որ այս դեպքերը պետք է տեղի ունեցած լինի մի քիչ հետո, այսինքն մի 3 տարի հետո, ինչու 3 տարի հետո, հիմա ես կբացատրեմ։ Ինչա տեղի թաղումից հարությունից 3 տարի հետո Քրիստոսի հարությունից տեսնենք ինչա տեղի ունեցել տոնական օր մարդիկ եկել են տրտունջ որ լինում է 12 աշակերտները բազմությունը կանչեցին աշակերտների ասացին մեզ վայել չէ Աստծո խոսքը թողած սեղանի ծառայություն անենք այսինքն մի հատ այդ հարցերը լուծեք տնտեսական Հիմա եղբայրներ, ձեզնից 7-ը վկայված մարդ ընտրեք հելենացիներից, Սուրբ հոգով եւ իմաստությունով լցված, որոնց այս պիտույքի վրա դնենք։ Իսկ մենք աղոթքի խոսքի պաշտամունքին հետևենք եւ այս խոսքը բոլոր բազմության առաջին հավանելի երևաց։ Բոլոր ասան, շատ ճիշտ ես։ Ընտրեցին Ստեփանոսին, որ Սուրբ հոգով էր եւ հավատքով լցված մարդ էր։ Փիլիպոսին, Պրոքորոնին, Նիկանովավրային, Տիմովնային եւ Պարնենային եւ Անտիոքացի նորահավատ Նիկողայոսին։ Նրանց կանգնեցրին առաքյալների առաջ եւ աղոթ քանելով ձեռք դրին նրանց վրա։ Աստծո խոսքը աճում էր։ Աշակերտների համարը խիստ շատանում էր Երուսաղեմում։ Ամեն ինչը Երուսաղեմի հետ է կապում եւ ասում է քահանաներից շատ բազմություն հնազանդվում են հավատքին։ Կարծես թե ամեն ինչը ընթանում է դրական։ Ու մեկ էլ 6-րդ գլխի 8 համարում գրված է Ստեփանոսն էլ հավատքով զորությունով լցված մեծ հրաշքներ նշաններ էր անում ժողովրդի մեջ։ Մենք այստեղ չենք տեսնում, որ ինչ որ մեկն էլ նշան ու հրաշք անի։ Կարծես առաջին անգամ Իրանով սկսվեց, հա՞ այդ։ Չէ, դրանից առաջ էր եղել էր, այո։ Հա, Պետրոսն էր անում, աշակերտները հանում։ Խնդիրը նրանում է կանում։ Ինչը ընդհանրապես նշանը կամ հրաշք անելը նորմալ է, բայց նշան անելը ինչ դա մեսիջ ունի իր մեջ։ Բնականաբար։ Երբ որ հատուկ շեշտվում է նշաննել, Աստվածաշունչը երբ որ մենք ուսումնասիրում ենք, ինչ ենք հանդիպում, օրինակ Ելից գրքում 4-րդ գլխում հանդիպում ենք հետաքրքիր մի բանի։ Երբ որ Մովսեսը ասում է, բա որ չհավատան ինձ, գնամ, ժողովուրդը չհավատա, ով չի հավատա, նախ եւ առաջ ուշադրություն դարձրին, իր ժողովուրդը չհավատա, ոչ թե եգիպտացիները չհավատան։ Ինքը եգիպտացիների հավատալուն, չհավատալուն չի նայ։ Իր ժողովուրդը բա որ չհավատա, ոչ էլ իմ ձայնի լսե, որտեվ կասեմ թե Յահվեն քեզ չի երևացել,
Յավեն ասեց, այդ ինչ է քո ձեռին, նա ասեց գավազան, ասեց գետինը գցի նրան։ Եվ նա գետինը գցեց օձ եղավ։ Հետո ասեց ձեռքդ մտցրու, ձեռքը բորոտ եղավ, եւ ինչ հետաքրքիր խոսքեր ակ տալիս։ Թույլ տվեք հիմա այս խոսքերը կարդալ։ Ահա, 8 համար։ Եվ իցե թե քեզ չհավատան, առաջին նշանի ձայնին չլսեն։ Այսինքն նշանը սա է, որ Աստված ուղարկել է եւ այս բանը պետք է արվի, դա նշան է, որ Աստված է ուղարկել։ Այսինքն, հա, նշան արվում է, որը ձայն ունի, հա, ոնց որ ասած նշանը Աստծո ձայնն է։ Հետո չի եղել տոն այդ ժամանակ, խոսքը չի եղել։ Աստված նշաններով է խոսացել, մարգարեների բերանով։ Դե պարտադիր չի որ չէ միշտ Աստված նշաններով խոսում, շատ անգամ այդ ձևը օգտագործում, բայց նշանը, այսինքն երբ որ Հիսուսին ասում են ոնց իմանան որ դու ես Քրիստոսը, մի նշան ցույց տուր, եւ ասում է ձեզ դուք շնացող ազգ եք, ձեզ հատուկ նշան չի տրվի, մենակ Հովնանի։ Հիմա նայ նշանը ընդհանրապես ցույց է տալիս, որ դու ինչ որ անում ես, Աստված էլ քո կողքին է։ Արտոնել, այսինքն լիազորված ես անելու։ Այո, այսինքն նշանը ի վերուս դա կնիկ է։ Մի րոպե։ Այսինքն Ստեփանոսը ինչ էր անում, որ Աստված էլ կնիքը դնում է, որը ոչ մեկ չեն անում։ Հետաքրքիր է, չէ՞։ Ոչ մի մարդ չեն տեսնում, որ Ստեփանոսի կողքին լինի ու նշան անի։ Ոչ էլ հրաշք անի, ոչ մեկը չկան։ Ուր են։ Դա թողնում եք մի կողմ։ Հիմա այստեղ հարց առաջանում, ինչ էր անում։ Բազում ուսումնասիրությունները մի հետաքրքիր փաստ են ցույց տալիս, որ Ստեփանոսը կատարավ այն, ինչը որ Դանիելի գրքում շատ վաղուց ասվել էր։ Ասվել էր այդպիսի բան. 77-յակ է վճռված քո ժողովրդի վրա, Սուրբ քաղաքի վրա։ Այսինքն 77-յակի ավարտն էր ասում։ Այստեղ մի հետաքրքիր վիճակ է ստեղծվում, նայ, ինչ է կատարվում։ Ստեփանոսը գիտի, որ 69-յակում պետք է գար Քրիստոսը։ Այդ 69-ի սկիզբը գիտական աշխարհում աստվածաբանության, բոլոր պատմության եւ այլն համարվում է մեր թվարկությունից առաջ 457 թվականը, երբ որ Պարսից թագավորը հրաման է տալիս Երուսաղեմի շինելու համար եւ բոլորը դա գիտեն։ Եվ այդ թվականից, երբ որ հետ նահանջ հաշվում ես, գալիս ես 483 տարին, հասնում է մինչև 26 թվական։ Եվ Ստեփանոսը ինքը հաշվարկել է, որ 77-յակը իր ժողովրդի ավարտում է։ Ինչ է նշանակում իր ժողովրդի 77-յակ ավարտում է։ Այդ օրվանից ժողովուրդը էլ Իսրայել ժողովուրդը Աստծո ժողովուրդ չի համարվում։ Ճիշտ է, իմ ասած կարող է շատերին համար տարօրինակ լինի, բայց դա ես չեմ առաջի անգամ ասել, որ ասում դա մարգարեությունն էր, ասում քո ժողովրդին տրված էր այսքան։ 77-յակը լրանում է, Ստեփանոսը դուրս է գալիս ու սկսում է այդ նշանները անել, ասում է լրացել է։ Եթե Ստեփանոսի քարոզը որ լսում ենք 7-րդ գլխի, տեսնում ենք Ստեփանոսը հստակ ցույց է տալիս, որ դուք Աստծո ժողովուրդը էլ չէ, դուք սրտերով քարասիրտ եք, դուք սիրտ չունեք, դուք մեռած եք, դուք սրտերով ետեք դառը Եգիպտոս։ Եվ Ստեփանոսի այդ խոսքերը ժողովուրդը ոչ միայն ժողովուրդը սովորական, հանդիմանական եւ հավատացյալները չեն ընդունում։ Դա ինչ է նշանակում։ Երբ որ Ստեփանոսը ասում է, որ 77-յակը լրացել է, դա նշանակում է, որ տաճարը շուտով քանդվելի է։ Ըստ մարգարեության այդպես պետք է լիներ։ Ըստ Դանիելի 7-րդ գլխի պետք է քանդվեր տաճարը։ Մի լրացում կողքից շատ հрьяաներ բայց այստեղ խոսում է տա 7 հեսա մի վարքան շատ հрьяաներ իրենք վախենում են Դանիել 9-րդ գլուխը կարդալուց, ինչու, որովհետև ըստ Դանիել 9-րդ գլխի տաճարի պատրաստումից եւ տաճարի ավերումի միջև պետք է գար Մեսիան ու մահանար։ Եվ ռաբիներից մեկը ինքը անեսքա դնում
որ անեցյալ լինի, ով որ այդ տողերը կարդա։ Ինչի, որ հрьяան որ կարդա ու հավատա, դառնում է պետք է հավատա, որ Քրիստոսն է եղել այդ ժամանակ Մեսիան։ Շատ հрьяաներ, որոնք կարդում են այդ անեզքից դուրս գալով, նրանք ընդունում են, որ Հիսուսն է Քրիստոսը։ Շատերը չեն հավատում։ Հիմա նայ, ինչի մեջ են սկսում իրան մեղադրել։ Մեղադրում են, որ 13 համարն եմ կարդում, սուտ վկաններ էին, կանգնեցրին, որ ասում էին, այս մարդը չի դադարում սուրբ տեղի օրենքի դեմ հայության բաներ խոսել։ Այսինքն ինքը խոսում է Դանիել 9-րդ գլխի վրա, որ հեսա դադարում է սուրբ տեղը, դադարում է։ Նրանք ասում են, չէ, դու հայություն ես։ Այսինքն տաճարի ծառայությունը դադարում է այդ իմաստով, հա։ Այդ իմաստով։ Եվ ոչ միայն ծառայությունը դադարում, հեսա տաճարը հետը քարուքանդա լինում։ Նրանց դա այդ ռեժիմին դուր չի գալիս։ Ընդհանրապես, ում դուր չի գալիս։ Մենք մտածենք մենակ ովքեր Հիսուսին չեն ընդունել, չէ՞։ Քահանաներին։ Դե նա այդպես ինչն է հետաքրքիր։ Միջև այդ տալիս է, որ քահանաներն էին ապաշխարում, հիմա հատուկ այս շեշտված, որ քահանաները ապաշխարում են, հիմա էլ շեշտում է, որ քահանաների աշխատանքի վայրը քանդվելի է։ Մեղադրում են դրանում, բայց հենց այնպես չէին մեղադրում, որովհետև ինչ էր ասում, որովհետև մենք լսեցինք դրանից, որ ասում էր, թե Հիսուս Քրիստոս, Հիսուս Նազարովեցին 14 համարը 6-ի, այստեղը կքանդե եւ կփոխե Մոսեսի մեզ տված սովորությունները։ Բնականաբար, երբ որ տաճար չլինի, սովորությունները փոխվելու են։ Այլևս հրյա դառնալու համար պետք չի գառ ուտել, որովհետև հեթանոսներից հրյա դառնալու համար արարողություն էին անում։ Եվ ոչ միայն գառ ուտել դրա համար, այլ պաշտամունքները չէր կատարվելու։ Հիմա ինչն է հետաքրքիր։ Նայում ենք Գործք Առաքելոց, օրինակ 21-րդ գլուխը, ու ինչ ենք տեսնում։ Բայց 15-ն էլ կարդա էլի։ Հեսա կկարդամ։ Չգիտեմ թե մեջ շատ սիրեցի։ Կարդալի է, հեսա դա հատուկ եմ պահել, դա հետոպես չէ։ Նե որ ասում եմ, էդիսերտա։ Նայ, ովքեր էին մեկել դեմ, որ տաճարը չքանդվի։ Նայեք, Պողոսը երկար տարիներ հետո, մոտ 50 քանի թվականին գալիս է Երուսաղեմ գալու ժամանակ 56-նա թե 7-նա, վերջը։ Հավաքվում են ժողովուրդը, Պողոսին տեսնելու 21-րդ գլխում գրված։ Ասում է 17 համարում, մտանք եղբայրները ուրախությամբ ընդունեցին մեզ, բայց հետևյալ օրը Պողոսը իր հետ գնաց, նրան մեզ հետ գնաց Հակոբոսի մոտ։ Բոլոր երեցները եկան եւ ողջուն տալով նրանց մին պատմում էր ինչ որ Աստված հեթանոսների մեջ արավ իր ծառայությունով։ Նրանք լսելով փառավորում էին Տիրոջը եւ ասում էին նրան, դες ինչ են ասում։ Ստեփան Եղբայր, տեսնում ես քանի բյուրավոր հավատացյալ հрьяաներ կան եւ ամենքը օրենքի նախանձավոր։ Բայց մեզ համար իմաց են տվել հեթանոսների մեջ լինող ամեն հрьяաներին սովորեցնում ես Մովսեսից հետ քաշվել ասելով, որ իրենց երեխաներին չթլպատեն եւ սովորությունների պես չվարվեն։ Հիմա ինչ կլինի, անպատճառ պետք է բազմությունը մեկտեղ գա, որ դե կլսեն, որ եկել ես, հիմա սա արա։ Մեսանը 4 մարդ կա, որ ուղտ են դրած իրենց անձերի վրա, նրանց նրանց հետ սրֆիր, նրանց վրա ծաղկարա, որ իրենց գլուխները ածել են, ամենքը գիտենան, որ ինչ որ քեզ համար իմացել են, ոչինչ էր, այլ թե դու էլ միաբան ես օրենքը պահելով, բայց այն հավատացյալ հեթանոսների համար մենք ուղարկեցինք եւ այլն։ Չեմ ուզում շատ դրանք կանգնեցնել, ինչ են անում։ Եվ Պողոս ասում է 26 համարում, Պողոսը այն մարդկանց առավ հետևյալ օրը նրանց հետ սրբեցավ, տաճար մտավ իմաստալով սրբության օրերի լրանալը։ Եվ միջև որ նրանց ամեն մեկի համար պատարագ մատուցան։ Ուրեմն, նկատում ես, տաճարի համար ովքեր են պայքարում, առաքյալները, Հակոբոսը, ատամներով, տաճարը պաշտպանում։ Եվ Պողոսին, երբ որ ճամփու են դնում, բռնել են տալիս, մենք տեսնում ենք իրանց ձեռքերը լվացած էր։ Եթե ուշադրություն դարձնենք, եթե Պետրոսին բռնեցին,
ամբողջ եկեղեցին գրվածը աղոթք էր անում 12 գլուխ գործ քաղաքելոց։ Պողոսին բռնեցին, չկա գրված, որ Պողոսի համար աղոթք են անում ամբողջ եկեղեցին։ Պայքարում ամբողջ եկեղեցին։ Ստեփանոսի համար չկա գրված, որ ամբողջ եկեղեցին պայքարում է Ստեփանոսի համար։ Այսինքն այդ երկուսը ես ուղղակի առաջնելով ասեմ, Պողոսը իր այն որ ասում է հակառակությունը, որ Ստեփանոսի դեմ է, Պողոսն էլ է Ստեփանոսի դեմ եղել։ Վերջը ինքը դառնում է հենց Ստեփանոսի փոխարինողը։ Նույն բաները քարոզում է, ինչ որ Ստեփանոսն էր քարոզում։ Այսինքն ասում է, որ տաճարը իր ֆունկցիայից դուրս է եկել։ Դրա համար Կողոսացիս 3-րդ գլխում ասում է, վերին բաները մտածեք, ոչ թե երկրայինները, որտեղ Հիսուսն անց։ Այսինքն երկրային տաճարի մասին մտածեք, ոչ թե երկրային տաճարի Պողոսը։ Դե տաճարի մասին Պողոսի խոսքը սա է, բան, չգիտեք, որ դուք Սուրբ Հոգու տաճար եք, այսինքն երկրային տաճարը դադարել է։ Իսկ եթե երկրային տաճարը դադարում է, նշանակում է թրպատություն էլ պետք չի անել։ Մի օրինակ բերեմ, Քանան չհասած Իսրայելի ժողովուրդը 40 տարի տաճարից չի օգտվել։ Խորամից չի օգտվել։ Գրվածը նույնիսկ թլպատություն չի արվել։ Այսինքն ֆունկցիան չէր կատարում։ Երբ որ Աստված բարկանում էր, տաճարի ֆունկցիան դադարում էր։ Հիմա Պողոսը, չեմ ասում, Ստեփանոսը դուրս է գալիս, ասում է, Աստված ձեր վրա բարկացել է, ժամանակը լրանում է 77-նյակ։ Ֆունկցիան դադարում է տաճարի։ Դուք հիմա ինչ եք անում։ Դուք բոլորը պետք է ապաշխարեք։ Եթե ապաշխարեք, կփրկվեք, եթե չեք ապաշխարի չեք փրկվի։ Ու Աստված ասում է Ստեփանոսը ճիշտ է ասում, տաճարը քանդելու է։ Նշանն է, այսինքն դա էլի, հրաշքներ եւ նշանները։ Բա Ստեփանոսը ճիշտ է ասում։ Այն սուտ վկաները այդպես չի որ նրանք սուտ են ասում ամբողջովին, չէ, նրանք ճիշտ են ասում, ուղղակի իրենք հրահրում են, որ ինչքան շուտ մարդուն սպանեն ինքան։ Այսինքն այդ իրանց բիզնեսին էլ էր կպնում, իրանց փողին էր կպնում, որովհետև մեծ փողեր են աշխատում տաճար։ Ես հիշեցի այն Պողոսն ու Շիրան, որ տաճար էին գնում ու տեսան այդ կաղին, կաղ մարդուն տաճարի մոտ, իրան բերում տանում էին, դա այդ մարդը դարձել էր տաճարի բիզնեսը։ Դրանից հետո քահանաները կատաղում են Պողոսի ու Շիրայի։ Չէ, Պետրոսի ու կներես։ Պետրոսի։ Այ կներես հա ճիշտ է։ Չէ, բան չկա։ Ես անունները։ Հա, չէ, նորմալ։ Հա, եւ կպավ տաճարի բիզնես։ Այսինքն Հիսուսը օրինակ բերենք, Հիսուսը ինչ արեց, մտավ տաճար, այապես կործանեց եւ այնտեղ իր կարելի այսպես կոպիտ ասած, հենց այնտեղ որոշեցին, որ նրան պետքա վերացնեն։ Այո։ Բիզնեսին կպավ տաճարը։ Այո, բիզնեսին կպավ։ Ինչ էին անում, մի հատ բիզնեսի պահը նկարագրել, որպեսզի լավ պատկերացվի։ Վերցնենք մարդը ընտիր որ գառնուկին բերում է, անպայման այդ գառնուկին չէին ընդունում։ Ասում էին թերություն կա, որտեղ մեզնից պիտի առնես։ Ղետացին քահանան ինքը նայում էր, ասում էր չէ, լավը չի։ Հետո ներողություն, հետո որ իրանցից որ պետք է առնես, դու հենց այնպես չես կարող առնես։ Փողը պիտի փոխես, այսինքն change պիտի անեն։ Այո, պետք է հռոմեական փողը, վալյուտան փոխես, արժույթը փոխես տաճարային արժեքի եւ այնտեղ լավ սիրուն բարձր թվեր էր, հա, ինչպես մենք տեսնում ենք։ Մի հատ այնպեսի թիվ էր, այսինքն, եթե հանկարծ քո մոտ տաճարային փող էր մնացել, քեզից շատ չնչին գումարով առնում էին, բայց եթե դու տաճարային գումար ես առնում, շատ բարձր թվից ես առնում։ Եվ գար, ետարբեր անասուններ, թրջուններ առնելն էլ շատ թանկարժեք է դառնում։ Սա տաճարային բիզնեսն է։ Այսինքն մի խոսքով հենց սիստեմին դեմ ես գալիս, այդտեղ արդեն ինչ ուզում ես ասա, մեզ կպար հարց լուծում, այդ իմաստով։ Եվ սա իրականում ամբողջ սիստեմին էր։ Դրա համար եմ ասում, 6-րդ գլխի 7 համարում հատուկ աշեշտված քահանաների շատ բազմություն հնազանդում էր հավատքին, ամեն ինչը լավ էր, հենց բիզնեսին կպավ ոչ մեկը չկայի։ Փախան։
Չկային, հասկացա։ Էլ չեմ խորանում, փախան, ինչ եղա։ Այսինքն ոչ առաքյալները կային, առաքյալներ, 12 առաքյալներ, դուք խոսքի մատակարարողն եք։ Բոլորն էլ հավանեցին, ասեն ինչ լավ բան ասում, առաքյալը, իրենք խոսքի մատակարարն են։ Ստեփանոսը մարգարեությունը հայտնում, մարգարեանում է, ասում է մարգարեությունը կատարվել է։ Մարդիկ չկան։ Ուր են։ Էսի ախպեր գործ չունը, սրան մի կպի։ Հա, այդ իմաստը։ Հա, էլի։ Թողա քարոզենք էլի, թե սկսել է արդեն Սա նման էր մի դեպքի։ Փչացնում ես գործես։ Սա նման էր մի դեպքի 2015-16 թվականներ կատարում եմ Աստվածաշնչի թարգմանություն, պատվիրատուների անուն ազգանուն չեմ ասի, տվել էին, որ Հովհաննեսի ավետարանը թարգմանեմ հունարենից, բնագրից հայերեն։ Հետաքրքիր քննադատություն առաջացավ, երբ որ Հովհաննեսի առաջի գլխի 14 համարը, որտեղ գրված է մոնոգենես բառը, միակ բառը, իրենք տեսան, ես մոնոգենեսը միածին չեմ թարգմանել եմ միակ։ Հավաքված մարդկանց մեջ մարդիկ եղան, ասան դու այդ ինչ ես արել։ Հայաստանում են գտնվում միածին բառը պետք է գրես։ Դրել ես միակ։ Գիտես ինչ կանեն մեզ։ Գիտես մեկն էլ հատուկեցավ։ Կաթողիկոսը կգա, այդտեղ կավերիկ բան կանի։ Ասա ճիշտ ասած, ես ոչ մեկից չեմ վախենում, գրում եմ այն ինչ որ բնագրում գրված է։ Այդտեղ միածին բառը չկա գրված է միակ, որը հետագայում թե ոնց առաջացա միածինը չխորանամ, հա։ Միածին իմաստը ուրիշ նշանակություն ունի։ Սա միակն է։ Էցես ոգևորվան ինչն է ծիծաղելին, բայց սենց վախեցած բան արած ու պատվիրատուներից մեկը նեղ սրտած նստացավ, մեկը ցույց եմ տալիս, ասում հարգելիս, հələ իրանց չեմ ասում, բայց քեզ ասեմ, թող իրանք սենց ոգևորված մնան։ Ու ցույց եմ տալիս Էջմիածնի թարգմանություններից մեկում, Էջմիածնի ես չեմ հոգրել, չէ, Էջմիածնի 75 թե 6 թվականի թարգմանությունն է, միածին բառի վրա ասենց աստղանի շարած, ներքևը գրված է հունարենու միակ։ Ու ասում հալը ուշադրություն դարձրել, իրանք խաբար չեն Էջմիածնի թարգմանությունում են իրանք հասկանում, որ դա միակ բառն է, այստեղ արդեն ոգևորված, վախվացած, մեզ կգան, կկոտորեն, դու ես ինչ ես անում, կարը մեր դեմ ես անում սիստեմին, այո, մարդիկ այդպես վախկոտ են։ Եվ հիմա մարդկանց բիզնեսին կպնում է Ստեփանոսը ու գնանք առաջ ու ասենք, որ ինչի էր Ստեփանոսը այդքան ասում, որովհետև իհարկե տաճարը պետք է ավերվեր։ Որտեղ ժամանակը որոշվել էր, որտեղ Մեսիան եկել էր, Մեսիային չէին ընդունել, բայց ինչ պետք է լիներ այդ տաճարի հետ։ Մեսիան եկել էր տաճարը։ Դա Հիսուսն էլ խոսած դրա մասին, տաճարը քարի վրա չի մնալու։ Այսինքն Ստեփանոսը օդից ինչ որ բան չէր ասում։ Ստեփանոսը ուղղակի հաստատում էր խոսքը, որ Հիսուսն ասաց։ Այո, Դանիել 9-րդ գլուխը վերլուծել էր, հաշվարկել էր, եթե 69 յոթնյակում ծնվել է ներողություն, օծվել է, այսինքն մկրտվել է Հիսուսը, 70-ում այնտեղ մի յոթնյակը մնացել, ուրեմն 34 թվականն է գալիս ու 34 թվականի ժամանակահատվածներն է ու Ստեփանոսին այդ ժամանակ քաշում տանում են Ատյան, Սինեդրիոն։ 6-րդ գլխի 5 համարում կարդում ենք. Ատյանում նստողների ամենը երբ որ մտիկ տվան նրան, նրա երեսարեշտակի երեսի նման տեսան։ 15 խոսքն է։ Ինչ է նշանակում հրեշտակի երեսի պես։ Սա էլ է նշան, որպես Աբրես, սա էլ է նշան։ Իրական է, այսինքն եղել դա։ Իրական նշան։ Նշան ու չհասկացան։ Ինչ չհասկացան։ Դա դժվար է, բիզնեսը թույլ չի տալի։ Բիզնեսը բան է, չէ՞, որ ասում համայնքը զորավոր է։ Այո, այո։ Հիմա ինչն է հետաքրքիր։ Ես շատ բիզնեսը կուրացնում է փաստորեն մարդու աչքերը, հոգու աչքերը։ Արիսանց բիզնես չասենք, սիստեմը։ Եթե անգամ կրոնականը դա կուրացնում է մարդու։ Էլ չես տենում, չես հասկանում։
որտեղ այդ համակարգը քեզ պահում է։ Դու իրան սարքել ես, ինքն է քեզ պահում է։ Դու դրա անունը դրել ես Աստված։ Կրոնական իմաստով։ Դու շատ ճիշտ ես։ Սիսեմը ամենահետաքրքիր պահերից մեկն է միշտ, որ նայում ես օրինակ։ Դες ինչ հետաքրքիր բան եղավ։ Ասավ տաճարը կավերվի, Հիսուսն էլ ասավ, չէ, ինչի մեջ մեղադրան, որ դու Աստծուն ես հայոյում։ Իրանց ասում էր անօրենեք, իրանք ինչ էին ասում, դու Աստծուն ես հայոյում։ Միջին դարերում կաթոլիկական եկեղեցին էլ այդպիսի սկզբունք ուներ, երբ որ իրենց գտնում էին, չէ, իրենց ինկվիզիցիա անելու ժամանակ Լյութերին եւ մյուսներին, եթե ասում էին դուք մեր սիստեմին հակառակվում եք, դուք Աստծուն եք հակառակվում։ Միջև որս էլ այդպես է։ Օծյալին չի կարելի գտնել։ Այո։ Օծյալը ինչ գալատ անի, դա նորմալ է։ Հա։ Դա նորմալ է։ Ես վերջերս հետաքրքիր մի դրվագ եղավ իմ կյանքում, ինչ որ մի թեմա գնաց, ինչ որ խնդիր կա, որը ինչ որ մի ձեռնադրված հովիվ չի կատարել, ինչպես հարկն է, հովիվին հարիր ձևով չի իրան դրսևորել, ու ես հակառակվել եմ, ինձ ասում են լավ կլինի էլի, հեռու մնաս էլի, դե մի մոռաց, ինքը տիրոջ օծյալն է։ Ես լսում եմ, ու ասում եմ հետաքրքիր էր, բա ինչ է, ասել, իսկ ինչի եք մոռացել, ոնց որ ես էլ եմ ձեռնադրված, ես էլ եմ տիրոջ օծյալ։ Դե հա, ասեմ, այսինքն նա անօրենություն անի, նրան թույլատրելի է, ես դեմ կենամ անօրենության, ասեմ, չի կարելի այդպիսի բան, դուք ասեք, չէ, օծյալին ես դեմ, բա որ ինքը իմ հանդեպ արել է անօրենությունը, իրեն խիչ եք ասել, օծյալին ես դեմ գնացել, չէ, միտքը ճիշտ հասկացի, քանի որ նա սիստեմի մեջ է հիմա, Սիստեմին օգուտ ատալի։ Սիստեմին։ Դրա համար ատամները պահում են։ Բայց եկեք վերադառնանք Ստեփանոսին։ Ստեփանոսը Աստծո հրեշտակն էր։ Ստեփանոսին հետ կապված ես չեմ ուզում հիմա խոսել։ Ուզում եմ խոսել, որ նշանները կատարում էր, ինչ էր ցույց տալիս, որ Աստված իր հետ է։ Ուզում եմ խոսել, որ Աստված էր միայնակ։ Դարավ, որ հենց այնպես չէ։ Լսող չեղավ իրան։ Հենց այնպես հրեշտակի դեմքի նման չեղավ։ Հենց այնպես չեղավ, որ Ստեփանոսի դեմքը հրեշտակի, այսինքն ոնց էր շատ մի ձևով աստվածահայտնության ապրես կոչը կար դրան։ Ինչպես է շատ անգամ Աստված հայտնվում, որպես հրեշտակ էր հայտնվում, չէ։ Հիմա Ստեփանոսի ոնց որ կերպարով Աստված հայտնություն է լինում, ոնց որ Մովսեսի Ոնց որ Մովսեսի երեսը փայլում էր ու մերժեցին ու քող դրեց Մովսեսը իր երեսին ու հիմա Ստեփանոսին մերժելով Աստծուն մերժեցին Աստված այստեղ մենակ դառավ այս Ստեփանոսի միայնակությունը չէր այլ Աստծո միայնակությունն էր իր առաքյալներով հանդերձ բոլորը Աստծո միայնակ թողեցին։ Ինչ որ բանի հիշեցնում եմ ես։ Հիսուսի դեպքը։ Ինչ եղավ։ Ովքեր էին, որ Հիսուսի հետ էին։ Մենակ Հովհաննեսն էր։ Ուր էին առաքյալները։ Փախան։ Էլի որովհետև սիստեմի դեմ էր։ Սիստեմի, այսինքն այդ զորավոր է էլի սիստեմը։ Աստծո դեմ։ Հարց ունեմ։ Կարծես թե։ Հա։ Կանան երբեք նայ, ստեղ ասում է ուրեմն հրաշքներով եւ նշաններով, ինչպես շեշտեցինք, տես ուզում եմ մի փոքր կարմիր գիծ կա դրա մասին խոսանք, որովհետեւ ըմբոստության մասին չի ստեղ խոսքը, որովհետեւ կա ըմբոստ տեսակը, որի հետ չի Աստված, դա նշան չկա, զորություն չկա, բայց ինքը ըմբոստ է եւ ինքը հայտարարում է, որ Տերն է ինձ ասել։ Սենց երևույթներ ես գիտեմ
եղել է տեսել են այ ըմբոստի եւ այս հրաշքներով եւ զորության խոսքով իմաստության խոսքով ինչպես խոսքն ասում եւ նշաններով Տերը հաստատում էր որ նա իր կողմից է այ այդ տարբերության մասին մի քիչ կարելի է թե թեմայի մեջ չի չգիտեմ որովհետեւ այնպես չնի որ սխալ ընկալում լինի հա այնց անկապ տեղը ըմբոստություններ եւ ասենք որ Աստված մեզ ուղարկել է որ մենք սա ինչ որ սրա դեմ հետնենք տրորվելու է եթե Տերը իր հետ չի բնականաբար ստեղ ուղղակի խնդիրը նրանում է կայանում որ շատ անգամ մարդը դուրս է գալիս ասում է Սուրբ Հոգին ինձ ասաց հոգին ինձ ասաց չէ ես շատ լեքսիկոն է դառել եւ շատ տարածված այսպես ան ուզում են քեզ լրացնել հա հենց ուզում են բերանդ փակեն ասում են հոգին ասել ինձ այսինքն դե գլուխ ծտվեր ես քաշել եմ բանալ գլխից ձեռս քաշել Սուրբ Հոգու դեմ դուրս գաս հա այսինքն միանգամից բերանդ փակում խնդիրը նրանում է այդ խոսքերի համար մարդիկ պատասխան են տալու ովքեր լավ գիտեն որ հոգին իր ասում որովհետեւ ըմբոստ տեսակներ կան հաստատ կան բնականաբար գիտես մեր մոտեցումը պետք է մի բանի վրա էլ հստակ լինի Ստեփանոսը հատուկ գրված է որ նա իմաստություններ ուներ այսինքն գիրքը վերլուծել է իմաստության խոսք գրված է չէ հատուկ գրված է ու չեն կարողանում դիմադրել այսինքն նա ուսումնասիրել էր ցույց էր տվել որ այդպես պետք է լինի ու ասում էր հիմա կատարվում է նրան ուզում են հակադրվեն չեն կարողանում Եթե ոչ թե պետք է գալ ու ասել, գիտես հոգին ինձ ասել է, ես դրա համար ըմբոստանում եմ, չէ։ Կարող ես Սուրբ գրքով, իմաստությունով, նշան չեմ ուզում հանավոր։ Նշան չես կարողանում, նշան չես կարողանում։ Իմաստությունով ցույց տուր, զորությունով նաև, զորությունով ցույց տուր, որ ճիշտ է քո մեկնությունը, դու ճիշտ ես։ Այսինքն սա շատ կարևոր բան է։ Բայց ես կուզեի վերադառնալ։ Որտե մեր ժամանակը։ Հա, ժամանակ նայում եմ, սիրտը թուլանում է։ Ես էլ չեմ կարողանում։ Պետք է տեղավորենք։ Այո։ Հիմա ինչ է կատարվում։ Ես 39 համարը կարդացի 7-րդ գլխի, որտեղ 38 համարը ներողություն, որտեղ հունարենում եղավ ժողովրդի մեջ բառը չգիտեմ ինչի են այդպես գրել եկեղեցու մեջ սա է որ եղավ եկեղեցու մեջ անապատում այն հրեշտակի հետ որի հետ Սինասարում խոսեց եւ մեր որի հետ Սինասարումը խոսեց եւ մեր հայրերի հետ որ պատկենթանի պատգամար ուշադրություն դարձնում ես եկեղեցի բառը հատուկ շեշտվում է չկա հայերենում բայց բնագրում կա եւ անապատ եւ հրեշտակ Եվ այդ ամեն ինչը սիրուն բերում է հələ 39 կարդա, որի մեր հայրերը չկամեցան հնազանդ լինել, այլ մերժեցին, հիմա էլ դուք եք մերժում, իրեն սրտով ետ դառան Եգիպտոս։ Տողը կասես։ 7:39։ Ահարոնին ասեցի մեզ համար աստվածներ շիներ, որ մեր առաջին գնան։ Որտեւ այն Մովսեսը, որ Եգիպտոսի երկրից մեզ հանեց, գիտենք ինչ եղավ։ Եվ այն օրերում մի հոր շինեցին, եւ զոհ մատուցրին կուրքին։ Ուրախանում էին իրենց ձեռքի գործերով։ Աստված իրենց դարձրեց նրանց, մատնեց, որ երկնքի զորությունն են պաշտում։ Մի հատ հարց։ Ինչ էին անում։ Ոսկե հորդ։ Այսինքն Աստված նշաններով ցույց էր տալիս Սինասարում, որ ինքը այնտեղ է, իրենք կուրք շնեցին Աստված հայտնությունը, որ կուրքի միջոցով լինի։ Հիմա այստեղ Ստեփանոսը Աստված հայտնությունն է ցույց տալիս, որ ինքը ներկա է, բայց իրենք կուրքի, բայց իրենք ինչ են անում։ Բայց այդ համակարգն է։ Նորից դրան ենք անդրադառնում, համակարգը դառնում է կուրք։ Եվ կուրացնում է մարդու հաշկը տեսնելու Աստծո։ Եվ իրենք գտնում են, որ այդ համակարգն ամենակ Աստված հայտնությունը ապահովում։ Այսինքն կա դառնում։ Դա ամենալուրջ բանն է։ Որ դու մտածում ես միայն այդ համակարգում է Աստված հայտնվում։
այդ սիստեմից դուրս եկար առանց Աստված ես մնալու։ Այսօր շատ մարդիկ անկախ իրենցից այդ սիստեմի մեջ ընկնելով իրենք էլ չիմանալով իրար կոկորտ են ջարդում, ես շատ անգամ եմ դրա մասին խոսում, եկել տեսնում ես մենք ենք ճշմարիտ եկեղեցին, մենք ենք եկեղեցին ճշմարիտ, մենք ենք մի րոպե, նախ եւ առաջ ճշմարիտ եկեղեցու կռիվ չի կարելի տալ։ Սա վտանգավոր է։ Ինչու՞։ Չպետք է լինի դա, այդպես։ Երբ որ մարդիկ ճշմարիտ եկեղեցու կռիվ են տալիս, դա նշանակում է սիստեմի համար են կռիվ տալիս։ Կամ ուզից եւ ասենք կուսակցության համար են կռիվ տալիս։ Սիստեմը իրաց Աստվածն է։ Ուղղի համար, որ իրենք մտածում են, որ մենակ ստեղա, որ Աստված հայտնություն։ Ուրեմն Աբրահամ, ձեր մոտ Աստված հայտնություն չի լինում։ Դուք ընդհանրապես հեռու եք Աստծուց։ Դուք Աստված չեք կարող ունենալ։ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ։ Բապտիստները չեն կարող, հիսունականները չեն կարող, ադվենտիստները, բա ով կարող է։ Միայն օրինակ, հա, վկաները կարող են։ Կներեք, այդ ինչ եք անում։ Այսինքն միայն ձեր մոտ է Աստված հայտնությունը։ Միայն ձեր մոտ է այդ բանը անում։ Ստեփանոսը դուրս եկավ ասավ, մի հատ խելքի եկեք։ Էս ինչ եք անում։ Ինչով եք զբաղված։ Ինչ եք սիստեմ սարքել։ Ոտես ինչ հետաքրքիր բաներ է խոսում։ Նայ։ Ստեփանոսի քարոզը երբ որ ուշադրություն են դարձնում, ինչի մասն է։ Ասում է գեղեցիկ խոսքեր։ 10 ներողություն 7-րդ գլխի 47 համարից, բայց Սողոմոնը նրա համար տուն շինեց։ Սակայն Բարտյալը ոչ թե ձեռագործ տաճարներում է բնակվում, ինչպես Մարգարեն ասում է, երկինքն իմ աթոռն է, երկիրը իմ ոտների պատվանդանը, ինչպիսի տուն պիտի շինեք ինձ համար, ասում է Տերը, կամ որն է իմ հանգիստ առնելու տեղը, չէ որ իմ ձեռը արավ այս ամենը։ Ուշադրություն դարձրի։ Իրենք կպած էին այդ սիստեմին, ասում էին, միայն Աստվածահայտնությունը հետ է այդպես է լինում։ Ասում են, լսեք, իզնից առաջ Սողոմոնը, որ սարքավ են հրաշքը, ինքը ասավ այդպես չի։ Դա Աստվածահայտնության տեղը չի։ Հա, ճիշտ Աստված իր անունը դնում է, բայց սա միակ տեղը չի, սա չի, որ ու վերջ երկնքից Աստված խոսում, Սողոմոնը այդ խոսում է, չէ՞, դու երկնքից քո խորանից լսես։ Ու հաջորդ բառը ինչ ասում։ Խստապարանոցներ, սրտով ականջով չթլպատվածներ։ Հետաքրքիր տերմին է։ Սա այն խոսքն է, որ Եգիպտոսից դուրս եկար ժողովուրդը, կուռք շինեց ոսկեհորթը, ու նրանք դառան խստապարանոցներ, սրտով ականջով չթլպատված, ու նրանք կործանվեցին։ Անապատում։ Աստված երթում արավ, ասավ դուք չեք մտնելու իմ հանգիստը։ Ստեփանոսը հանգիստ գաղափարը օգտագործում է ու ցույց է տալիս, ասում է դուք երկնային տաճարում պետք է գնաք հանգստություն առնեք։ Դուք երկրի վրա ատամներով բռնել եք ու հիմա Աստված ասում է դուք խստապարանոց եք։ Դուք ասում եք չէ։ Ստեփանոս, դու ես խստապարանոց։ Հիմա հարց. ովքեր էին խստապարանոցները։ Առաքյալները, Սինեդրիոնի անդամները, քահանայապետ եւ բոլորը մենակ էր մնացել, մնացել։ Ու բայց հետո առաքյալները արդեն ոնց որ թե հələ մի վրազի ժամանակ դենայի 8-րդ գլխում առաքյալները թեթև գործ են անում։ Ով էր գլխավոր դերերում 8-րդ գլխում։ Փիլիպոսը, որին հրեշտակը վերցնում, տեղատանում, հրեշտակ, Սուրբ Հոգին ասում է։ Նկատում ես։ Հետո 9-րդ գլխում գալիս է ինքը Պողոսը։ Չէ թեթև խոսք այնտեղ Պետրոսի մասին 8-րդում։ Հետո 10-րդում թեթև խոսում է Պետրոսի մասին, բայց Կորնելոսն է գլխավոր դերում։ 11-ում խոսում է
Պետրոսի մասին, որ ինքը արդարանում է, տղեկ, ես ով էի Սուրբ Հոգու դեմ խոսեի, Սուրբ Հոգին էծև արավ, ես էլ համաձայնվեցի, բայց խոսում է Պողոսի մասին, 12-ում թեթև անդրադառնում է Պետրոսի մասին, դրանից հետո Պողոս 14, 13 Պողոս, 14 Պողոս, 15 Պողոս, Հակոբոս եւ Պետրոս ընդհարումն է, 16 Պողոս, 17 Պողոս, 10 ուր են հա չեք ասենք դա Պողոսի կողմից ասված խոսքերն են, որ Ղուկասը գրել է, իսկ ինչ է Ղուկասը չէր կարողանում նրանց մասնել ինչ-որ տեղեկություններ շատ գրեր, կարողանում էր, բայց ինչով էին նրանց զբաղված, միայն Երուսաղեմով, միայն կպած էին սիստեմին, տաճարին, նրանք կպած, արդեն հեծա ուր որա պետք է քանդվի տաճարը, իրենք տաճարի համար պայքարում են, մեռնել են պատրաստ, Պողոսին ուղարկեցին մահվան ճիրան, որտեղ դուրս է եկել սիստեմի դեմ, ասան լսել ենք, որ այդ ձեր բաներ ես ասել, դու գիտես ինչ ես անում, Պողոս, հո դու գխելար չես, խստապարանոցներ, սրտոտ շթրբատվածներ, դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում եք, ինչպես ձեր հայրերը, այդպես էլ դուք, մարգարեներից որի չհալածեցին ձեր հայրերը, սպանեցին նրան, հիմա ստեղ կարևոր պահերից մեկն է, որ առաջուց պատմեցին այն արդարի գալստյան համար, որին դուք հիմա մատնիչներ սպանողներ եղաք, մի րոպե ինչ անում բանը Ստեփանոսը անցնում է հակահարվածի, շատ ուժեղ, ասում է դուք ձեր վրա այրուն ունեք, ու բացատրում է խի պետք է քանդվի տաճարը, ուշադիրն է, ինչի պետք է տաճարը քանդվի, որովհետև դուք արդար մարդ եք սպանել, մատնել ու սպանել, հիշում եք, բոլորս էլ լավ հիշում ենք, որ ժողովուրդը քահանապետեր և մյուսները գոռում էին, նրա այրունը մեր վրա, մեր որ կանց վրա, ինչ է դա նշանակում, տաճարը քանդվում է, այսինքն իրանք է չէին հասկանում, ինչ են ասում, իրենք գտնում էին, իրենք խոսքեր էին ասում, իրանց թվում էր իրանք ճիշտ է, ինչով եք ճիշտ, Ստեփանոս ասում է, արդար մարդ եք է սպանել, այսինքն չեմ խորանում, որ նա Աստված էր, կարող ենք ասել, որ առաջին ճշմարիտ զոհը կատարվել է, դուք եք արել դա, ուրեմն այդ զոհի միջոցով տաճարը քանդվում է, չի աշխատում, ֆունկցիոնալ իր բանը կորցնում է, այդ իմաստով է, փաստորեն։ Այդ իմաստով է, բայց եւ նույն ժամանակ տաճարը քանդվում է այն պատճառով, որտեղ դուք բոլորդ միասին մերժել եք ասում։ Մի հատ նոր պահ կա, որ պետք է հիշեցնեմ նորից։ Խորանը սարքվեց, խորանը չգործեց 40 տարի։ 40 տարի չգործեց, որտեղ անապատում թլպատությունը չարվեց։ 1 Սամվել Մարգարեի ժամանակ նոր էր հալա ինքը, այն որ ասում փոքր երեխա էր, տապանակը գերության գնաց փղշտացիների մոտ, այդ դեպքը բոլորս լավ հիշում ենք, Դագոնի տաճարում դրան եւ այլն։ Տաճարը դադարեց գործել, Սելովմի տաճարը դադարեց գործել։ Ու ինչ եղավ, Իսրայելը խայտարակ վիճակի մեջ էր, Աստված մերժել էր Իսրայելին։ Նորից վերականգնում է կատարում Դավիթը։ Դավիթը վերականգնում է, տապանակը բերում է իր տեղն է, պատրաստում եւ այլն, գալիս է հասնում է Երեմիայի ժամանակ տաճարը պետք է քանդվի։ Եվ բոլոր ժամանակներում, երբ որ Հիսուսի ժամանակ պետք է քանդվի, Երեմիայի ժամանակ, Սամվելի ժամանակ, անապատում, հա չէր գործում, մի բան է ցույց տալիս, ինչ պատճառը, երբ որ ժողովուրդը խստապարանոց է լինում։ Հետո ստեղ մի հատ հետաքրքիր բան կա, ինչ որ նոր բան որ լինում էր եւ ժողովուրդը համոզվում էր, որ դա Աստծուց էր, ժամանակի ընթացքում կարծես մոռացվում էր Աստված, եւ այդ սիստեմի մեջ էին իրանց կոմֆորտը զգում, հետո Տերը գալիս էր քանդում էր էդի, հետո մի հատ ուրիշ կոմֆորտ էին ստեղծում եւ այդպես շարունակ քանդվում էր այդ որտեղ սիստեմը ինքը իրանում նաեւ կոմֆորտի, այսպես բան ունի, չէ՞, կանխագիտություն։ Այդ իմաստով։ Հիմա ինչ է դառնում։ Դառնում է այդպես, որ այս մարդիկ մեղադրվում են արդարի
հետ կապված այրում գառը ու տաճարը պետք է քանդվի ասում եմ դուք իմ հետ խնդիր չունեք դուք Աստծո հետ խնդիր ունեք մարգարեները ասել են Սուրբ Հոգին ասել է դուք հակառակվել եք Կարծում ես որ Ստեփանոսը մի ձևով գիտեր եթե նա այդ քայլի գնար անպայման մեռնելու էր այսինքն մահնել իր աչքի առջև ուներ ես կարծում եմ որ միայն ուղեղից խնդիր ունեցողը կարող է այդպես մտածի որ կարա սիստեմի դեմ գնալ չմեռնի եթե գնում ես դու լուրջ խնդիրներ ես ունենալ կանա եղբայր քանի որ ժամանակը ես գիտեմ քեզ թողեմ դու կետ ասես դու հավիտենության մեջ ես մի ձևով ես մի հատ հարց տամ եւ մի փոքր թեմայի մեջ է հարցս ինչ պատգամ կա սրա ինչն է այս պատգամի առանցքը եւ ինչ կապ ունենք մենք այս պատգամի հետ որպես Աստծո ժողովուրդ կարելի է եթե կուզես կարաս հետո շարունակես այս թեման բայց կոնկրետ մենք ինչ կանանք սովորենք սրա այս պատգամի մեջից ես բերում եի բնականաբար դրան չէ ներելու բան չկա սա նորմալ է ես պետք է չէ կոմբինացիոն հապոփումը կատարվեր ինչ է մեզ տալիս որպեսզի լավ պատկերացնենք ինչ է տալիս Աբրահամ եղբայր մի քանի տողել կարդամ ու այս խոսքերը լսելով իրենց սրտներում կատաղում էին ատամները կրճացնում էին նրա վրա իսկ նա լցված Սուրբ Հոգով դեպի երկինք նայեց Աստծո փառք տեսավ Հիսուսին կանգնած Աստծո աջ կողմում եւ ասեց ահա տեսնում եմ երկինքը բացված եւ մարդի որդին կանգնած Աստծո աջ կողմում իսկ նրանք մեծածայն աղաղակելով խփեցին իրենց ականջները միասին հարձակվեցին նրա վրա քաղաքից դուրս հանելով նրանք հարկոցում էին ինչ տեսավ Ստեփանոսը գրված է Աստծո փառքը ինչ էին անում նրանք հարկոցում էին Աստծո փառքը Աստծուն Ընդհանրապես հрьяաների մոտ Աստծո փառքի գաղափարը Շաքինան այդպիսի մի հետաքրքիր նշանակություն ունի, որ Աստված հայտնությունն է։ Այսինքն Աստված գալիս է հայտնվում է Շաքինա։ Շքինա բառացի եբրայերեն։ Այստեղ նրանք որոշեցին Աստծո փառքը ուղղակի ոչնչացնել։ Քարկոցեցին Ստեփանոսն ծունկ դրա բարձր ձայնով ասես Տեր այդ մեղք մի համարի նրանց այս ասելով ննջեց չեն հասկանում ինչ են անում մեղք մի համարի սիրո դրսևորում գիտես ամենաբարդ բանն է գիտես դա սովորական սեր չի սա սեր չի կարելի է այդպես ասել սա փաստի արձանագրում է որ Ստեփանոսը կատարում էր ասում էր Տեր ես սիրուց դրտված դուրս եկա քո նշանները արի այսինքն որ Ստեփանոսը ասում էր մեռնելու եք ըստ սրտի հովանք չէր դա իր համար այս խոսք ապացուցեց դա ցավ էր այապրես սա Աստծո ցավն էր որ նա երբ որ դուրս էր եկել ասում էր ժամանակը լրացել է 77-նյակ եւ պետք է տաճարը քանդվի եւ պետք է ավերվի Երուսաղեմը եւ այլն սա իր համար սրտից փոփանք չէր նա հաճույք չէր ստանում որ ուրախացած հեսա կքանդվի եւ այլն չէ սրտից չէր ասում հեսա մեկը մեռնելու եք հա թափեն բոյները հա տեսա տես ինչ անելու հա չէ դա ապացույց էր այո ցավ էր ինքը ամբողջովին մարմնավորում էր Աստծո այն քաղցրությունը որ չնայած որ նա էլի Հիսուսի կերպարով մենակ մնաց ու նրան որոշեցին փառքը ոչնչացնել միևնույն ասում է Տեր քո փառքը ոչնչացնում են բայց չեն հասկանում ինչի են ոչնչացնում չեն հասկանում
ու հատուկ ասում է մեղք մի համարիր, այսինքն իրենք քո փառքը որ ոչ չացնում են, անգիտակցաբար են անում, ուղղակի չեն լսում, սրտով ու ականջով, նրանք խնդիր ունեն, նրանք իսկ Սուրբ Գիրքը գիտես ինչ հետաքրքիր մի բան ունի Եսայան այդպիսի հետաքրքիր խոսք ունի, որ ասում է նրանք սրտով մի րոպե բացեմ 6-րդ գլուխ կարդում ենք 9 համար գնա ասիր այս ժողովրդին լսելով կլսեք բայց չեք հասկանա տեսնելով կտեսնեք բայց չեք իմանա թանձրացրու այս ժողովրդի սիրտը նրա կանչները ծանրացրու նրա աչքերը խծեփիր որ չտեսնեն աչքերով ականջներով չլսեն որ սիրտը իմանա ու դարձի գար եւ բժշկվեր նկարագրում է հիվանդ մարդիկ Ստեփանոսը հիմա իրենց նկարագրում ասում է դուք հիվանդ մարդիկ եք որոնք մահվան ճիրաններում են դուք պետք է վերականգնվեք դուք պետք է հարություն առնեք դուք պետք է Աստծուն դառնաք սխալ Աստված հայտնությունը ես հիմա դրա վրա եմ տանում իսկ ինչ պետք է արվի որ մարդը համայնքը վերականգնվի ճիշտ Աստված հայտնություն պետք է լինի երբ որ դու ճիշտ Աստվածահայտնությունը մերժում ես Աստծո փառքը քո ներսում մերժում ես իսկ ոնց կարող ես մերժել երբ որ Աստծո խոսքն ես մերժում տես ինչ ասում է որ օրենքը առակ հրեշտակների մատակարարությամբ եւ չպահեցիք ձեզ թվում է պահել եք ասում դուք չեք պահել դուք ոչ մի բան չեք պահել դուք ուղղակի Աստծո խոսքը գիտեք ձևական ինչ որ մի մեթոդ եք հորինել որտեղ Աստված չկա դուք կարծես թե ամեն ինչը անում եք Աստծո ֆուտլյարը այնտեղ կա իսկ դա ինչա կուրքա դրա համար իզուր չէր ուրեմն լսիր Իսրայել քո Տեր Աստծուց բացի ուրիշ աստվածներ չունենաս կամ սիրիր քո Տեր Աստծուն մեկ բառով հա այս առաջին պատվիրանի մերժումը չի արդարացնում են 9 երբ որ դու կատարում ես ընկալեցին ինչ եմ ասում եթե դու օրինակ շնություն մարդ չես սպանել չես շնացել արևանից վերջը լիքը այդ բաները եթե դա արել չես արել բայց սիրիր քո Տեր Աստծունը չկա մեղքի մեջ ես որտեղ դա սիստեմ է սարքում մի ձևով հա այո ես սիրո մեջ չկա սիստեմ այսինքն հարաբերության մասին Ստեփանոսը ուրքը ոսկե հորթի ինքը ասում է դուք հիմա ոսկե հորթ եք շինել տաճարը դուք այդ ամբողջ սիստեմը ոսկե հորթ եք շինել Աստված ասում է ես քանդել եմ մի րոպե Մոսեսը ինչ արա ոսկե հորթը փոշիացրեց ջրի հետ խառնեց տաճարը ինչ ասում Հիսուսը քարը քարին չեմ թողնելու այսինքն ոսկե հորթա դառնում այդ ձեր սիստեմը կառույցը հիմա կարող է մարդիկ ասեն դե մենք հիմա չունենք այդ տաճարը ճարտարապետական կոթող կարելի չէ չէ սա ընդհանուր այդ ամեն ինչ ասում է դուք իսկ Աստված ինչքան քաղցրությամբ այլի մոտենում ասում է ես քեզ սիրում եմ դուրս արի ոսկե հորթի դեմ է միշտ Աստված շատ անգամ մարդիկ չեն պատկերացնում ոսկե հորթի այդ գաղափարախոսությունը ինչքան ամբողջ Աստվածաշնչում տարածված որ գիտեք ինչով է ոսկե հորթի վտանգը որ նույն ժամանակ ոսկե հորթը պաշտելիս նրանք Յահվեի տոն էին հայտարարում հասկանում ես սինկրետիզմ էր կդա այսինքն միաժամանակ կուրքը երկրորդ պատվիրանի խախտումը ինչով է ահա որ այդ նույն ժամանակ դու Յահվեին ես պաշտում կամ Հիսուսին ես պաշտում բայց ինչ որ մարմնավորել ես պատկեր ես տվել ինչ որ կառույցով եւ սա հիշեցնում է մի կարևոր բան որ հայտնություն 13-րդ գլխում ասում է եւ գազանին պատկեր շինեցին քիչ չի գազանը նրան էլ կուրկ շինեցին նրան ձևավորեցին
Այսինքն մենք մի բան պետք է հասկանանք, որ արդյոք Գազանի պաշտամունքի ժամանակ նրանք Յահվեին չեն պաշտելու։ Անունը դրած ալինելու Յահվեին են պաշտում։ Դրա համար Պողոս առաքյալը ասում է եւ անհավատների սրտերը կուրացրեց այս աշխարհի Աստվածը, որպեսի Քրիստոսի փառավոր ավետարանի լույսը չծակի նրանց սրտերում, որն է աներևույթ Աստծո պատկերը։ Այս process-ը շատ կարևոր է։ Աներևույթ Աստծո պատկերը պիտի երևույթ լինի, բայց աներևույթ պատկերը սա շատ ուժեղ համարիշեցի։ Մի բան էլ կարելի է թույլ տվել։ Նայեք, ես մեսիջս հասկացա, ես ընկալեցի այդ մեսիջը այսպես։ Երբ որ դու կա այսպես ուրեմն ամբողջային մտածելակերպ, ժողովուրդը չի անում, ես է չեմ անում, կապ չունի ինչը, կա անհատական կերպար, այ Ստեփանոսին կարող ենք այդ կատեգորիան տանք, նա անհատական կերպար էր, որը չէր խառնվում բազմության հետ, հա, անգամ կյանքի գնով, սա ինքը թեկուզ աշակերտները, առաքյալներ Հիսուսի հետ քայլած, հա, տեսած, բայց միևնույնն է, նա այնքան վստահ էր Տիրոջ վրա, այնքան պատրաստ էր ամբողջային այդ ազդեցության տակ չմտնել, լինել ինքնություն Քրիստոսի մեջ, այս կարծում ես այս պատգամը կա սրա մեջ։ Այո, ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ։ Ուրեմն հենց սիստեմ, որ մենք ասում ենք, այդ կառույցը, այդ ամեն ինչը, որի մեջ ես ասեցի առաքյալներն են մտնում, դա մի ամբողջություն էր, սա նայ, եւ այնտեղ են եւ փարիսեցիները, եւ հիսուսականները, եւ հա, տարբեր սադուկեցիները սրա մեջ էին գտնվում, եւ սադուկեցին, եւ նազրովեցիները կամ հիսուսականները, հա, այդպես ասեցի, նազրովեցիները, եւ փարիսեցիները, սա մի բան էր, որը գաղափարական բոլորին առաջնորդում էր, սա մի ամբողջ ուղեր կարելի ասել, հա, ուղեր, որը առաջնորդում է, սա մի հատ ամբողջ հետաքրքիր բան գոյություն ունի, ընդհանրապես Տերը, որ մարդկանց դատաստանյա կանչելու, սա կարելի ասել նուրբ հարց է, բայց ասեմ կարևոր է, ասում է, երբ որ կանչի դատաստան, ամեն մեկը իր համարա հաշիվ տալու, ամբողջը դեր չի խաղում ստե, 14 գլուխ, 14 գլուխ, 12 համար հռոմեացիներ։ Չես կարող ասել, թե սաղանում են ես ստիպված բանը։ Ուրեմն մեզնից ամեն մեկը իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն։ Այսինքն, սա շատ կարևոր բան է, որ Ստեփանոսը ինքը դուրս եկավ ու ասավ, լսեք, Եգիպտոսից դուրս եկար ժողովուրդը, երբ որ ամբողջ դառավ, ոսկե հորթը շնեց, ու որոշեցին ինչ անել, գնան Եգիպտոս, նրա փոխարեն, որ Աստված խոստացել էր, հիշեք, մի այդպիսի բան, նախ բոլորդ պետք է անհատ լինեք, վերջի ժամանակներում հատկապես հիմա, շատ հետաքրքիր ձևի, ես նոր ասեցի, չէ, այդպիսի մոլուցք են ձևավորում, որ մարդը ինքը իր պատկանելի եկեղեցում, դա նորմալ է, որ համարի, որ ինքը ճիշտ է, բայց այնքան է համարում ճիշտ, որ ուրիշներին ոչինչ է համարում։ Ընդհանրապես ճիշտ լինելը պետք է համեստություն ցուցաբերեր, ոնց որ Ստեփանոսի մոտ էր։ Այսինքն դու պետք է ասես, բայց դու ոչ թե ասես, որ թաղեմ բոյները, դուք պետք է սատկեք, չէ։ Դու պետք է ասես Հիսուսն է նույն բանը արել։ Ես ձեր համար ուղղակի պայքարում եմ, որ դուք չկործանվեք, ես ձեր համար եմ հիմա մտածում, մի կործանվեք, որովհետև կործանման մոտ եք, անհատ եղեք, լսեք։ Մենք հետագայում տեսնում ենք, Պողոսը դառնում է անհատ, որը ամբողջ աշխարհը հեղաշրջում է իր քարոզներով, որը նույն Ստեփանոսներ, այսինքն պատկերացնում եք Ստեփանոսը այն ինչ որ պետք է շարունակեր խոսել, եթե չմեռներ, Պողոսն է շարունակում,
երբ որ նա մեռավ։ Սա փաստ է, նորից եմ հիշեցնում։ Ստեփանոսին քարկոծել է, գրված է, այն օրերում հալածմունք եղավ Երուսաղեմում եկեղեցու վրա, ինչի որտեղ ասան Ստեփանոսը ձեզնից էր։ Դե հիմա ձեզ հարցերը լուծում են։ Ինչ արան իրենք։ Ամենքը ծրվեցան Հրեաստան Սամարիա երկրի մեջ բացի առաքյալներից եւ Աստվածավախ մարդիկ Ստեփանոսին վեր առան մեծ սուքարի նրա վրա եկեղեցին չառավ եկեղեցին ցույց տվեց որ չէ ոյ մենք նրա հետ ինչ կասեն վախեցան կուզեին շատ բայց ըստ երևույթի վախեցան որ եթե թաղեն ուրեմն դուք իրանցից եք ապեր դուք էլ եք այսինքն իրենք նրանց մեղադրում են որ դուք բան եք Ստեփանոսի հետ եք նրանք չթաղումով ցույց են տալիս վայ մենք իր հետ չենք Ուր էին այն քահանաները որ Ստեփանոսին քարկոծում էին ուր էին առաքյալները որ Ստեփանոսին քարկոծում էին ուր էին մի Հովանես էլ չկար Մի Հովանես չկար, գիտես ինչն է հետաքրքիր։ Այստեղ նկարագրվածը կներես խոսքդ ընդհատեցի։ Եթե այնտեղ Հիսուսի մոտ մենակ Հովանեսին է նկարագրում, որ բանի մոտ կանգնած էր, ստեղ էլ նկարագրվում է, գիտես ում։ Հատուկ մեկին նկարագրում է։ Սողոսին, Պողոսին է նկարագրում, որ նա այնտեղ ներկա էր։ Բայց նկատել ես ինչն է հետաքրքիր, ինքը մասնակից էր, բայց չէր մասնակցել։ Շորերներ բռնել, հա, կարծեմ ինչ շորերն էին մոտը։ Կարծես թե ինչ որտեղ նրա մոտ ինչ որ բաներ տեղի ունեցել։ Արդեն ցեցանգել էր, կարծես։ Խմորումը խսել էր, հա։ Սա Ստեփանոսի կասկածներ էր հարուցվում մեջը։ Կարող է սխալ եմ անում։ Բայց ինքը դա նորից մերժելով ավելի կատաղած սկսավ եկեղեցուն հալածել։ Իսկ Ստեփանոսի դեմքով նա չէր ընդունում արդեն եկեղեցուն։ Մի հատ հարց նորից եմ տալիս։ Ուր էին առաքյալները։ Ուր էին այն 6 սարկավակ կոչվածները, Փիլիպոսը, մյուսները, որ Ստեփանոսի կողքը չէին քարկոծելու ժամանակ։ Փաստորեն մեծ ձև էր դուրս գալի, որ հիմա նոր բան է սկսել։ Այս նոր բանը մենք բռնենք, այն հինն էլ չթողենք, որ խնդիր կոմպրոմիս կարելի ասել, հա, այդպեսի։ Կարեն ջան, այս ժամանակը Այո, ես ավարտելով ուղղակի հիշեցնեմ, որ Ստեփանոսի դեմքով Աստված մենակ մնաց, ինչպես Հիսուսը։ Եվ Ստեփանոսի դեմքով Աստված սրտի ցավով ասեց ես մենակ եմ ու ցույց տվեց որ եկեղեցին պատրաստ չէր եկեղեցին թողեց Աստծուն եկեղեցին մի հետաքրքիր բան կա սա կարևոր է հիշեցնեմ ասում են որ երբ որ Սոդոմը ոչ թե ասում են այլ գրված այլ Սոդոմը ավերվելուց առաջ Աբրահամը քննարկում էր, եթե Տեր 50 արդար լինի։ Ո՞յսի շատ ուժեղ թեմա է, շատ ուժեղ թեմա։ Ասма մասին կա, ես չեմ կոտորի։ Ասма բավո լավ 40-ի համար, ասma 30-ի համար, 10-ի համար, ասma խնդիր չկա, 10-ը լինի, չեմ կոտորի։ Ստեփանոսը որ քարոզում էր ու ասում էր քարուքանդ է լինելու Դա նշանակում է ոչ մեկն էլ չկար, առաքյալներն էլ չկային, հասկանում ես, առաքյալներն էլ չկային, այդ պահին բոլորը մեղանչած են, բոլորը, մեկն էլ չկա, Ստեփանոսն է միայն, Աստված նրա հետ ամենակ, ու ոչ ոք չկա նրա մի հոգեր մնացել, տենն է տարավ իրան, ասես կվերցնեմ, ավարտելով հիշեցնեմ, Վերջի ժամանակներում բոլորիս ուզում են ամբողջ սարքեն։ Մի եկեղեցին սուրբ մյուսները ոչինչ են, մենք ենք մենակ, մենք ենք ամբողջային մտածելակերպ։ Կուզեի հիշեցնել։ Աստված անհատապես ամենքին փրկում։ Այո, իր մարմինն է փրկում, իր եկեղեցին է փրկում, բայց կուզեի հիշեցնել։ Որն էր այստեղ Աստծո եկեղեցին։ Որը մերժեց Աստծուն
Ստեփանոսի գիտես գուցե տկար էր, գուցե դեռ պատրաստ չէր, բայց Աստված այդ գործողության մեջ է, process-ի մեջ։ ժամանակ մի արդար չկար Ստեփանոսից բացի։ Ուր էին արդարները։ Սրանք դա այս երևույթ իրանց համար վստահ մեսիջ էր։ Դրա համար Պողոսը, Պետրոսը եւ մյուս աշակերտները նահատակվեցին, նրանք հասկացան ինչն է խնդիրը։ Վստահ դերի գործանում էր։ Աստված օրհնի մեզ, որպեսզի երբեք ամբողջ չդառնանք, սիստեմի գերի չդառնանք։ Համոզվի դու ինքդ խոսքի միջոցով Գուրկ չսարքենք, ոչ մի բան, ոսկեհոր չսարքենք, չասենք մենակ մեր եկեղեցում Աստված հայտնությունը, Աստծուն չսահմանափակենք ոչ մի ձևով, ոչ մի տեղ, Աստծո եկեղեցին չսահմանափակենք Երուսաղեմով, ինչպես այստեղ տեսնում ենք, որտեղ Աստված մենակ էր։ Հանկարծ մենակ չգտնվի Աստված։ Տերը մեզ հետ։ Կանենք բայց շատ ինչ ասեմ, մեսիջը իրոք շատ հագեցված էր, շատ գուցե ոմանք դեռ ընկալումի մեջ են սա, դեռ փորձելու են ընկալել եւ հետո նորից դիտեն, բայց իրականության մեջ շատ հագեցված թեմա է։ Այս թեման շատ հատուկները հասկացան ինչի մասին է։ Ես չեմ բացառում դա, որովհետեւ այն մարդիկ ովքեր բավարարված են այդ համակարգի մեջ եւ Աստված թող լուսավորի բոլորիս լուսավորի։ Բոլորիս, մենք է դրա կարիք, ես ինքս է դրա կարիք ունեմ։ Ոչ մի բան համակարգին չհասցնի ինձ այդ ընկնես դուրս սարքեն։ Բայ, կուրկ կռոնա, այս հաղորդումն է կարա կուրկ լինի, համակարգ լինի։ Չի բացառվում։ Եվ իրոք այս թեման ինձ այսպես մի հատ նորից վերանալիզի է ենթարկում, հասկանալու եւ եթե իրոք դա այդպես է, պետքա Հիսուսյանով քանդվի այդ կուրքը։ Ինչ էլ որ պահանջվի ինձանից։ Սա շատ կարեւոր է։ Տերորնի քեզ շատ կարևոր թեմա էր, Կարեն եղբայր շատ հերվից եկար, այսպես ու հետաքրքիր է բաներով։ Ինքը մեծ բան է, որպեսզի ամբողջը պատկերը տեսնաս։ Ես վստահ եմ, որ դու մի 3 ժամ խոսայր սրա մասին։ Չէ, շատ։ Կարելի է մասերի բաժանել, հետո նորից, բայց ոչինչ։ Ընդհանուր առմամբ հասկանալի է բովանդակությունը, Տեր օրհնի քեզ շատ։ Եթե կոչունը սիրով եւ քո աղոթքով ավարտենք եթերը։ Կոչս դա է։ Եղեք Քրիստոսում անհատներ, որտեղ անհատ եք որպես պատասխան տալու Աստծո առաջ։ Աղոթ կանենք, մեր թանկագին Տեր, ողորմած Աստված, օգնիր, որպեսզի երբեք մենք էլ մասնակից չլինենք ինչ որ պատկերաշինությանը։ Ոչ մի անգամ այդ անօրենություն չանենք եւ չպարտադրենք մարդկանց այդ պատկերով միայն ու միայն քեզ պաշտեն։ Օգնիր, հեռու մնանք եւ քո անունը միշտ փառավորենք։ Օրհնիր մեր քույր եղբայրներին, ժողովրդին քո։ Օրհնիր մեր հայ փոքրիկ ազգին, որ քո պահպանություն ունենա, որ դու տաննով Հայր, եղիր մեզ հետ քո Սուրբ Հոգով, ամեն։ Ամեն։ Փառքեստեր։ Ներս ուղեղս, այսպես ասած, մատքերի ուժեղ հագեցած խորհուրդներ, հրավուկները անցնելու օրվա մեջ ես խորհուրդը մի հատ մարսեմ։ Տեր օրհնի Կարեն եղբայր, շնորհակալ ենք, օրհնված եւ հաջողված եղիր։ Սելի քուրեր եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը, վստահ ընկալեցիք ինչի մասին է այսօրվա խոսքի բուն բովանդակությունը։ Եկեք խորհենք օրվա ընթացքում եւ ինչ որ բաներ բացահայտենք մեզ համար։ Իսկ մենք ձեզ ասում ենք մնացեք խաղաղությամբ, Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Ժամանակը պիտի բրկես իզուր տեղը հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում, առաջի հայացքը ողջերս։ Ծառան դիրադիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։